Արթուն գիտակցությամբ մարդը միշտ բարձր վիբրացիոն դաշտում է, այսինքն միշտ այստեղ ու հիմա է։ Հետաքրքիրն է նա, որ արթուն գիտակցության կարելի է հասնել մի հատ շատ կարևոր պայմանով, երբեք չստել, ոչ ինքդ քեզ, ոչ ինչ-որ մեկին, ոչ առհասարակ չստել։ Սա նման է լողի, երբ որ լողորդը գիտի ոնց իրան պահի ջրի մեջ, ջուրն է իրան վերհանում, երբ որ չգիտի ձևը, ջուրը իրան խորտակում է, երբ որ գիտի ձևը, ինքը հաճույք է ստանում լողից, երբ որ չգիտի, ինքը վախերի դաշտ է ընկնում ու վերջապես կործանվում է, ջուրը իրան խժռում է։ Կյանքն էլ նույն ձև է աշխատում, երբ որ դու գիտես կյանքի կանոնները, իսկ դրա ամենակարևոր բաներից մեկը այն է, որ մենք ենթարկվողն ենք։ Մենք ենթարկվող ենք, և երբ որ մենք լավ ենք ենթարկվում կյանքին, կյանքը, երբ որ մաքսիմալ անկեղծ ենք, երբ որ չունենք ոչ մի ավելորդ բան մեր գիտակցության վրա, մեր հոգու վրա, անկեղծ ենք, մաքսիմալ անկեղծ ու բաց ենք, չունենք վախեր, կանք այն ինչ կանք, այդ ժամանակ կյանքը սկսում է կատարվել լավագույն ձևով, այդ ժամանակ մարդու կյանք գալիս են հաճելի իրադարձություններ ու իղձերի իրականացում։ Այս նույն սխեմայով գործում է աղոթքը, երբ որ մարդը աղոթում է, սրտի խորքից է խոսքը հնչում ու ուզում է Աստծու ձեն, ինչ որ իրան ամենամոտն է, իրան ամենահոգեհարազատն է, երջանկություն, սովորական մարդկային երջանկություն։ Ու կատարվում է դա, պարտադիր աղոթքները կատարվում են։ Իսկ երբ որ մենք անկեղծ ենք մաքսիմալ, բաց ենք սրտով, մեր ամեն քայլը աղոթք է, մեր ամեն գործողությունն է աղոթք, ու այսինքն արդարացված է, այսինքն ընդունված է աշխարհի կողմից, գնահատված է, միշտ